5G ցանց Հայաստանի 48 քաղաքներում, ավելի քան 600 բնակավայրերում և սահմանային անցակետերում։ Կայուն շարժական կապն արդեն հասանելի է բնակչության մոտ 95%-ի համար։ Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը ամփոփում է հետաքրքիր և մարտահրավերներով լի տարին։ Այսօրվա դրությամբ արդեն ունենք մենք բոլոր Հայաստանի քաղաքներում 5G ծածկույթ, բացի ամենափոքր քաղաքից, որ իր հերթը կգա մյուս տարի Դաստակերտը, որը Սյունիք մարզում է։ 2025-ին ընդլայնվել է նաև ընկերության ֆիքսված ցանցը, արագ և որակյալ դարձնելով տան ինտերնետն ու հեռուստատեսությունը Եղվարդում և Երևանի 4 թաղամասերում։ Շարժական գաբով մենք ունենք մոտավորապես 3-ից 3.3% աճ, իսկ ֆիքս եկամուտներով տարի տարվա վրա արդեն ունենք 7.3% աճ, իսկ բաժանորդների քանակով ալ մենք աճում ենք եւ բաժանորդները շարժական գաբի էլի պատմական աճ ենք տեսնում, արդեն մենք ունենք մոտավորապես 755,000 բաժանորդ, բայց այսօրվա դրությամբ արդեն այդ քանակը ավելի է։ Տեխնոլոգիական կրթությունը կարևորող Յուքոմ ընկերությունը 2025-ին 13 կրթական ծրագիր է իրականացրել, դպրոցներ հասցնելով անգամ տիեզերական կրթությունը։ Ընկերությունը նաև իր սեփական ակադեմիան է հիմնել այս տարի։ Մենք ստեղծել ենք մեր Յուքոմ համալսարանը կամ ակադեմիան, որը կոչվում է U-Academy, որտեղ մենք սկսել ենք, արդեն սկսնակ կայլերը սկսել ենք կատարել ու բավական հեռանկար ունի մի քանի տարի հետո ավելի մեծանա այս գաղափարը, պատրաստել համապատասխան մասնակիցները։ Յուքոմը ներդրումներ է արել նաև բնապահպանությունում։ Անցնող տարվա ընթացքում Հայաստանի տարբեր գյուղերում ընկերությունն իրականացրել է մի շարք կանաչ նախաձեռնություններ, հիմնել նոր անտառներ։ 10 գյուղերում իրականացրել ենք կանաչ մտածելակերպով ծրագրեր, որտեղ որ այլընտրանքային էներգիայի ծրագրեր 10 գյուղերում ենք իրականացրել, տնկել ենք 10,000 ծառ։ 2025 թվականին Յուքոմ ընկերությունն արժանացել է միջազգային հավաստագրերի, կոռուպցիային և կաշառակերությանը հակազդելու համար։ Ամենը մենք անում ենք մեր սիրելի ու հարգելի ու աննման բաժանորդների համար, որ իրենց փորձը այլ լինի, ընթացքում մենք կարողանանք իրենց առաջարկենք ու մատուցենք ու հասցնենք այլ տեսակի լավ նոր ծառայություններ, շեշտելով ավելի որակով առաջարկներ և որակով ծառայություններ։ Խոստանում է ընկերության տնօրենը, 2026-ին ձեռքբերումներն ու նվաճումներն ավելանալու են։ Ընկերությունը 5G ցանցի գործարկումը նոր բնակավայրերում շարունակելու է, ավելանալու են նաև համագործակցություններն ու ծրագրերը, և այդ ամենը հանուն հաճախորդի հարմարավետության։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։